գիտեք, հոգևորականը պիտի հավատարիմ մնա նախ եւ առաջ իր բարոյական նկարագրին։ Դա նման է նրան, որ ասենք բժիշկը ասի, որ ինքը չի բուժելու այս կամ այն մարդուն իր քաղաքական հայացքների համար։ Դա այդ պահից դա բժիշկ չի։ Հա, այսինքն որ բժիշկը որ կասի, որ ինքը չի բուժի որևէ մեկին իր քաղաքական հայացքների համար, ապա նա այդ Հիպոկրատի երթում եւ բժշկական բոլոր նորմատիվ բարոյական սկզբունքները ոտնահարում է։ Նույնը հոգևորականի մասն է։ Եթե որևէ հոգևորական ասում է, որ ինքը չի ուրեմն թույլ տալու, որ քաղաքական հայացքների պատճառով այս կամ այն քաղաքացին մուտք գործի եկեղեցի։ Ինքը նախ եւ առաջ դադարում է լինել հոգևորական։ Ինքը դադարում է լինել Աստծո ծառան, որովհետեւ մարդիկ այնտեղ չեն գնում իր համար։ Ինքը իր հոր տնից չի բերել այդ եկեղեցին։ Մարդիկ այնտեղ գնում են հաղորդակցվելու Աստծո հետ, եւ ինքը ընդհանրապես սպասավոր է, որը պետք է իր հոգևոր ծառայությունը իրականացնի, եւ սա եւս հենց այն մասին է, որ մարդիկ եւ այդ թվում նաեւ որոշ հոգևորականներ իրենք չեն հասկանում իրենք ինչով են զբաղված, եւ չեն հասկանում, որ առաջնորդությունը նշանակում է, որ դու պիտի առաջնորդես ոչ միայն նրանց, ովքեր որ քեզ հաճելի են, այլև նրանց, ովքեր որ քեզ գուցե հաճելի չեն։ Չէ՞ որ այստեղ դու ընդամենը միջնորդ ես, որին որ պիտի օգնես, որ մարդը հաղորդակցվի Աստծո հետ։